Դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմում։ Դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմում։ Նույնիսկ այն դեպքում, եթե դա է լինելու Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Այո, ուրեմն հինը պետք է դուրս գա, պետք է նոր այն որ կարան այն մարդը պետք է։ Եթե երեք ուժ ընդդիմադիր հայտնվի խորհրդարան եւ ձեր օրինակ միանալուց կախված լինի, արդյոք ընդդիմությունն է իշխանության գալու, դուք էլի չեք միանա Քոչարյանի հետ։ Եթե Քոչյանը պետք է լինի վաճառապետ, ոչ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանի որդին նարեկ։ Ուրեմն մենք դա քննարկենք։ Շնորհակալություն Հայաստանում դուք դիտարկում եք ձեզ այդ Ուրեմն այ հենց հիմնա այդ որ բոլորած այդ պարակտումը ռուսամետ արտամետ դա սխալ է, դա հիմնականում ձեռնատու է մեր թշնամիներին։ Մենք բոլորի հետ լավ պետք է լինենք եւ Ռուսաստանի եւ Ամերիկա եւ Արամերիկա։ Արդյոք ձեր նպատակը Փաշինյանից ազատելն է ամեն գնով։ Պարոն Ծառուկ։ Ժողովուրդ ջան, մարդիկ սպասում են, ես էլ չեմ բան։ Ձեր վարչապետի 4 տեխնացուները ավելի լավ են կարողանալու կառավարել, քան դուք, որ դուք վստահում եք նրանցից որևէ մեկին այդ պաշտոնը։ Ուրեմն ես ձեզ ավելի պարզ ասեմ, Իմպես ոչ մեկ չի կարա կառավարի, ոչ մեկ։ Բայց հիմնական, քանի որ պետք է ասեն, Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում։ Ժողովուրդ ջան, ես այս երկում ծնվել եմ, մեծացել եմ այստեղ։ Մեր երկում կառուցել եմ շենքեր, բնակարաններ, դպրոցներ, եկեղեցիներ, գործարաններ, տասնյակ հազարավոր աշխատատեղ եմ ստեղծել։ Ես այս երկրի մարդ եմ, ես հողու ջրի մարդ եմ։ Իմ սիրտը ցավում է։ Ես որ դուք նայեք իմ արածը, իմ ստեղծածը, ես միայն իմ ժողովրդի համար, իմ պետության համար, դա իմ ապկանքն է, իմ ոնց ասեմ, ուրախանում հպարտանում եմ դրան։ Իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, իմ երկիրը լավ ապրի, որ արդարության սկզբունք լինի բոլոր ոլորտներում։ Ես չեմ ցեղ շփոթում որից է մեկին։ Այ օրինակ ասենք երիտասարդության մեջ, որ ասենք թե ես առաջարկել եմ մրցույթ, ուսանողը չեն մասնակցում։ Հարցնում է ինձ ուսանողը, պարոն Ծառուկյան, արդարացիա լինելու։ Ասում եք, ո՞նց կար արդարացի չլինի։ Այսինքն մենք այդ մտավախությունը պետք է հանենք, արդարության սկզբունքը գործի։ Նույն ձեր լրագրողների մեջ, որ պետք է գտնվի խելացին, բանիմացը, ում ավելի շատ լսում են, ում հավանում են։ Հիմնական այդ ժամանակ այսօրին չենք լինի։ Ծանոթ, բարեկամով, կուսակցական պատկանելությամբ ծանոթ ես, կուսակցական պատկանելուց ուրեմն քո տեղ ազատա։ Ոչ, ով կարող անել, ով փորձ ունի տվյալ ոլորտում, արդյունք հացույց տվե, հանրությունը ժողովուրդը ոլորտ իրան ընդունում է, պետք է ինքը ղեկավարի, ինքը կառավարի։ Պարոն, մի րոպե ուսումները ոնց են արդյոք լարված են, ինչու ինքը հիմա ներկա չէ, Աբովյանի քաղաքապետի։ Զբաղված է երևի կամ կարող է ներկա լինի։ Բայց հարաբերությունները լարված են։ Մեր հարաբերությունը դու նկատել եք բոլորի հետ շատ լավ է։ Ամենավտալի մարդկանցից է ինքը։ Իմ ընտանիքի անդամն է, այո, ասեք ուրիշ։ Պարոն Ծառուկյան, կներեք, դուք ասում եք ժողովուրդ։ Պարոն Ծառուկյան, մեր կոալիցիոն մասնավորապես հետընտրական։ Բայց ձեր հարցերին պատասխանեցիք, շնորհակալություն, շնորհակալություն։ Ամենայնիվ ցանկանալով են Եթե ժողովուրդը ցանկացած հաշվառներով ձեր փորձը, տարիների վաստակը եւ այլն, դուք այնուամենայնիվ ձեր 4 տեխնացուներից դուրս կհամաձայնվեք դուք լինել վարչապետ։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ հիմնական իմ ժողովրդացի Ծառուկյան եկավ պայքարի պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցել, ու ես ժողովրդին լսում եմ, ասում այն մարդը, ով որ չի ցանկանա պաշտոնի հավակնություն չի ունենա, անձնական շատ չի ունենա, մենք նա կողքին ենք։ Ես էլ հիմա դուք եք բոլորը Ռոզանը չի ուզում որ դառնա վարչապետ։ Չի ասել։ Ես ամեն օր խոսում եմ ժողովրդի հետ, ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովուրդը այսօր շատ ծանր վիճակում է։ Վարկերի տակ, չգիտի ոնց է ամեն ինչից դուրս գա խեղճացած, որը ամբողջ աշխարհում մեր հայությանը դա ամոթ է։ Հիմա քաղաքացիական պայմանագրի հետ որևէ համագործակցություն։ Այո։ Եթե օրինակ ձեր ձայնից կախված լինի, նրանք իշխանություն լինեն, թե ոչ, դուք չեք տա ձեր ձայնը։ Իհարկե ոչ։ Քոչարյանին կտակ թե Փաշինյանին։ Իհարկե ոչ։ Պարոն Ծառուկյան, Այս օրը